Եթերում Սուրանկյունն է, որի նպատակը արդարության բացահայտումն է, որովհետև լավ է արդար գործի ծառա լինել, քան անարդարի տեր։ Ես Վայա Ղազարյանս եւ Սուրանքյան ստեղծագործական խումբը բարի ուշ երեկո ենք մաղթում ձեզ։ Առողջության պարտադիր ապահովագրության համակարգի ներդրումից հետո մի քանի տեսանյութ ենք ներկայացրել, նախանշելով խնդիրներ, որոնք ծագել են կազմակերպչական, ինստիտուցիոնալ եւ այլ հարթություններում։ Ոլորտի պատասխանատուները որոշ հարցերում ականջալուր են լինում, որոշ դրույթների հետ չեն համաձայնում, որոշների դեպքում խոստանում են քննարկել։ Մի խոսքով, առողջ քննադատությամբ ուղեկցվող բնականon գործընթաց։ Բայց այսօր մեր խմբագրությունը նոր ու տագնապալի ահազանգեր է ստանում հենց բժիշկներից։ Հիպոկրատի երդվյալները դժգոհում են, թե իրենց ծանրաբեռնվածությունը ավելացել է, իսկ աշխատավարձերը ոչ միայն չեն բարձրացել, այլև նվազել են։ Ահազանգում են, որ բժշկական կենտրոններին պետությունը ավելի քիչ է փոխհատուցում բուժայցելության, բուժզնության գնացած քաղաքացիների համար, ինչի պատճառով էլ իրենք դրանից չնչին եկամուտ են ստանում։ Որպեսզի պատկերացնեք, թե ինչի մասին է խոսքը, բերեմ կոնկրետ օրինակ։ Եթե նախկինում այս կամ այն խորհրդատվությունը արժեր միջինը 15,000 դրամ, ապա այժմ պետությունը նույն խորհրդատվության համար տրամադրում է 6,000 դրամ։ Ու քանի որ բժիշկը ստանում է խորհրդատվության համար սահմանված գումարի 30%-ը, ապա նախկին 4,500-ի փոխարեն հիմա ստանում է 1,800 դրամ։ Սա էլ հերիք չէ, նաև աշխատավարձներն են ուշացնում, պնդում են բուժաշխատողները։ Առողջապահության նախարարությունից նախ ասում են, թե աշխատավարձերի ուշացումները պայմանավորված են տեխնիկական խնդիրներով, քանի որ մեծ ծրագրի ներդրման առաջին ամիսն էր, բուժկենտրոններին լրացուցիչ ժամանակ է տրվել հաշվետվությունների ճշգրտման համար։ Ինչ վերաբերում է աշխատավարձերի հաշվարկմանը, ապա նախարար Ավանեսյանը ընտրության ժամը հաղորդաշարի ընթացքում նշեց, որ եթե բուժայցելուի տվյալները չկան էլեկտրոնային միասնական հարթակում, փոխհատուցում չի լինի, եւ որ փոխհատուցումը իրականացվելու է հաշվի առնելով կոնկրետ դեպքը։ Այսինքն պետությունը հրաժարվում է ֆիքսված դրույքաչափերից։ Բժիշկը կստանա այնքան, որքան այցելու կունենա։ Այժմ Էդուարդ Պողոսյանի բժշկի հացը պետական մաղով տեսանյութը։ Ավելի շատ են աշխատում, ավելի քիչ վարձատրվում, բուժառուների առողջությունն է ապահովագրվել, իսկ բժիշկները պնդում են, որ գուցե առաջիկայում իրենք ունենան անապահովության խնդիր։ 160,000 դրամի փոխարեն Սրտաբանը հունվարին ստացել է 18,141 դրամ աշխատավարձ, այս բժիշկը 170,000-ի փոխարեն 30,500, բուժքույրը 59,000-ի փոխարեն 19,000 դրամ։ Համացանցում թրենդ կա, նորմալ է թե ոչ, իշխանական պատգամավորի TikTok-ը առողջապահության նախարարի հետ է, ՔՊԱ-ական Սոնա Ղազարյանը Անահիտ Ավանեսյանին է հարցնում։ Նորմալ թե նորմալ չէ, որ ապահովագրությունը արդեն գործում է, բայց բժիշկների փոխհատուցման հարցը դեռ կարգավորվում է։ Իհարկե նորմալ է, սա մեծ ռեֆորմ է, շատ հարցեր դեռ կան, որ պետք է լավանան։ Սուրանկյունն էլ բժիշկներին է հարցնում, անգամներով քիչ աշխատավարձ են ստացել, նորմալ է թե ոչ։ Ես չեմ համարում, որ դա պատշաճ վարձատրություն է այդպիսի բժշկի աշխատանքի համար։ Հաշվի առնելով, որ բժիշկները ունեն գիտական կոչում, ունեն աշխատանքային ստաժ։ Ես 30 տարվա բժիշկ եմ։ Ես բժշկական գիտությունների թեկնածու եմ։ Ոչ թե խնդիրը, այլ կարելի ասել խայտառակությունը, արդեն ամեն մի բժշկի արժանապատվության հարց է առաջացել։ Ստեղծված իրավիճակը փաստացի նախարարի համար նորմալ է, բուժաշխատողների համար ոչ։ Ինչ վերաբերում է մեծ ռեֆորմին, ինչպես հիմնավորում է Անահիտ Ավանեսյանը, ապա այս հարցում էլ բժիշկները տարաձայնություն ունեն մեր երկրի առողջապահության ոլորտի գլխավոր պատասխանատուի հետ։ Ասում են, փոքր խնդիրները լուծեիք, հետո մեգա առաջ բերեիք։ Մինչև նման մասշտաբային ծրագիր ներդնելը կարելի էր գոնե որոշակի մակարդակով լուծում ստանային խնդիրները, նոր նման որոշումներ կայացվեր, գոնե խոսվեր բժիշկների հետ, խնդիրները խորությամբ հասկանային։ Մենք ունեցանք ոչ թե առողջության ապահովագրության համակարգ, այլ դրա տնազմ։ Ներդրվեց համակարգ, որին որ առողջապահական ոլորտը պատրաստ չէր, որովհետև այս համակարգը այս տեսքով կարելի էր ներդնել դեռևս 10 տարի առաջ։ Ամենակարևորը աշխատանքային նոր խաղի կանոնների հետ չհամաձայնողներին, այսինքն նրանց, ովքեր չեն ուզում աշխատել ավելի շատ, բայց վարձատրվել ավելի քիչ, նախարարությունն առայժմ այլ առաջարկներ չունի, քան այս մեկը։ Սա փաստաթուղթ է, որով որ տեղեկացնում եմ, որ փոփոխություն է տեղի ունենալու բուժաշխատողի աշխատանքային պայմանագրի մեջ եւ վարձատրության մեջ բնականաբար, եւ ասում եմ, որ եթե ձեր համաձայնություն չտալու դեպքում, այսինչ թվականից ընդ որում բավական 13 տարի, 14 տարի, 15 տարի աշխատած բուժաշխատողներին են ասում, կնքված այսինչ համարի պայմանագիրը
կլուծարվի։ Մեգածրագիր է, նոր համակարգ է, թե ինչու են բժիշկները հիմա ավելի քիչ աշխատավարձ ստանում, քան այն ժամանակ, երբ դեռ առողջության համընդհանուր ապահովագրությունը չկար, խորհրդարանի առողջապահական հարցերի մշտական հանձնաժողովի նորընտիր նախագահն է հիմնավորումների շարքը շարունակում։ Հունվարի 1-ից հետո շատ մարդ է բժշկի դիմել, քիչ են փող ստացել։ Ապահովագրության ներդրմանը զուգընթաց եւ համատեղ դիմելիության քաղաքացիների դիմելիության աննախադեպ աճ է գրանցվել բժշկական հաստատություններում եւ դրա հետ կապված մենք այո ունեցել ենք որոշակի խնդիրներ եւ մասնավորապես նեղ մասնագետներին վերաբերվող աշխատավարձի ցածր հաշվարկային լինելը հունվար ամսվան դա պայմանավորված է ավելի շատ մուտքագրման խնդիրների արդյունքում առաջացած ծավալների չհասցնելու պատճառով։ Իսկ ինչպես հասցնել, հարցնում է 30 տարվա աշխատանքային փորձառությամբ բժշկագիտության թեկնածուն։ Բժշկի զննումը հիվանդին ախտորոշում դնելը, բուժում նշանակելը եւ բոլոր իր տվյալները գրանցել համակարգի մեջ։ Բացի նրանից, որ դա աշխատատար գործ է, ժամանակ է պահանջում, 15-20 րոպեվա մեջ մենք դա չենք տեղավորվելու ոչ մի ձև։ Առողջապահական փորձագետն էլ արձագանքելով պատասխանատուների կողմից հանրային օրակարգ բերած բոլոր հիմնավորումներին հարցնում է, որն է բժշկի մեղքը, ինչու է նա ուժում, որ համակարգը նոր է, մեծ է կամ էլ թե շատ է աշխատել։ Գևորգ Գրիգորյանը հարցերի շարքը դեռ շարունակում է։ Չէիք կարող ներդնեիք, չներդնեիք։ Ով էր ձեզ խնդրում, աղաչում։ Ձեզ խնդրել ենք, որ ներդնեք մի համակարգ, որից գլուխ չեք հանում։ Միշտ իրենց մոտ այդպես է, որ ինչ որ մի բաններ են դնում, հետո ասում են դե առաջի ամիսն է, հետո ասում են դե երկրորդ ամիսն է, հետո ասում են դե մի քիչ անցնի կշտկվի, մենք աշխատում ենք եւ այլն։ Պարզաբանումները, որոնք որ ամբովանդակ են, ոչ մեկին դրանից ոչ տակ է, ոչ սառը, այսինքն ոչ պացիենտն է նորմալ adekvat բուժվելու, ոչ բժիշկն է adekvat վարձատրվելու։ Այնպես չէ, թե աշխարհում միակ երկիրն ենք, որտեղ կա առողջության ապահովագրություն, կամ էլ թե այս համակարգը մենք ենք ստեղծել։ Եթե մեր երկրում առաջին անգամ գործ ունենք, կարելի է ասել այս գաղափարի հետ, ապա Գերմանիայում դեռ 1883-ին են ընդունել այն ժամանակ հիվանդության ապահովագրության մասին օրենքը։ Սա պատմության առաջին իրավական փաստաթուղթն էր պետական սոցիալական ապահովագրական համակարգի մասին։ Առողջապահական փորձագետն առաջարկում է էքսկուրս անցնել հենց նույն եվրոպական բուժկենտրոններով։ Միջինում թերապևտը եվրոպական երկրում ստանում է 4-ից 6000 եվրո ամսական, աշխատում է օրական 8 ժամ։ Մեր երկրում բժիշկը 24/7 ռեժիմով կապի մեջ է լինում պացիենտների հետ։ Միջինում թերապևտը ընդունված կարգով ստանալու է 230-240 հազար դրամ, դա 500 եվրո է, նույնիսկ 500 եվրո է չի։ 450 եվրո է։ Առողջապահական գերատեսչությունում քննարկելու, վերլուծելու եւ առաջիկայում որոշում են ընդունելու լուծելու համար բժիշկների աշխատավարձի հետ կապված խնդիրը, միաժամանակ կենտրոնանալով նաեւ դրույքաչափերի վրա։ Մենք պետք է վերանայենք այն աշխատանքի սկզբունքը, որ ունեմ կեսդրույք, գնում եմ պոլիկլինիկա, մի քանի ժամ նստում եմ եւ անկախ նրանից մեկ պացիենտ կսպասարկեմ, թե 20 պացիենտ, ակնկալեմ, որ ամսվա վերջում ստանալու եմ երաշխավորված աշխատավարձ։ Այդպես չի լինելու փոխհատուցումը։ Նախ մասնագետի համար այն լինելու է ըստ դեպքի, սակայն միջև առողջապահության նախարարությունում բժիշկների հարցը լուծեն, ըստ փորձագետի առողջության ապահովագրության համակարգը նոր խնդիրներ կունենա։ Արդեն այդ դեպքում ոչ թե բժիշկներին, այլ հենց բուժառուին փաստի առջև կանգնեցնելով։ Հենց որ այդ գումարը, որը որ հավաքել են ու իրենց բյուջեն չի հերիքացնելու ապահովագրության ամբողջ համակարգը սպասարկել, հենց դա վերջանա կամ մոտենա վերջանալուն, իսկ դա շատ շուտով է լինելու։ Արդեն իսկ լինելու է համավճար, արդեն իսկ պացիենտները չեն գիտակցում, որ իրենց անվճար տրամադրվում է 3 հոգանոց պալատ, ոչ թե առանձին պալատ։ Պացիենտները չեն գիտակցում, որ շատ հետազոտություններ կան, որոնք համավճարով են, բուժօգնության մեթոդներ կան, որոնք համավճարով են։ Դեռևս դրան չեն բախվել, նոր է համակարգը։ Թղթերին կարելի է 1001 բան գրել, գեղեցիկ, երբեմն նույնիսկ շռնդալից գաղափարներ, մաթեմատիկական միանշանակ բանաձևեր, թե որքանով դրանք արդեն հողի վրա իրականություն կդառնան, քննությունը հենց ժամանակի տեսքով է։ Առողջության պարտադիր համընդհանուր ապահովագրության ներդրումից 3 ամիս է անցել։ Այն առայժմ իր տեղն ու դիրքն է փնտրում մեծ համակարգում, եւ հիմա դեռ հարցերն ավելի շատ են, քան լուծումները, որ իր հետ պետք է բերեր հեղափոխական համակարգը, ինչպես խոստանում էին պատասխանատուները, ընդ որում հարցերը բոլորից, բժիշկ թե շարքային քաղաքացի, երբեմն նույնիսկ պաշտոնյա, ինչը վկայում է, որ ներդրման հենց սկզբից համակարգը քննությունը չի անցել։ Էդվարդ Պողոսյան, Գրիգոր Հովսեփյան, Սուրանգյուն։ Տունը չի կարող օջախ համարվել, քանի դեռ այնտեղ սնունդ ու կրակ չկա, ինչպես մարմնի, այնպես էլ հոգու համար։
Ամերիկացի լրագրող Մարգարետ Ֆուլլերի այս խոսքերն առավել քան դիպուկ են բնութագրում Շիրակի մարզի Հառիջ գյուղում բնակվող Երանոսյանների ընտանիքին։ Հայրը Իշխան Երանոսյանն է մեզ նամակ գրել, որը ընթերցելիս հակասական զգացողություններ են համակում։ Մի կողմից խղճահարության, մյուս կողմից հպարտության։ Երբ պատմեմ մի քանի դրվագ կհասկանաք, թե ինչ նկատի ունեմ։ Հազվադեպ է պատահում, որ մեզ նամակով դիմում է հենց ընտանիքի հայրը։ Ճարահացյալ Իշխանը 40 տարեկան է, երկրորդ կարգի հաշմանդամություն ունի։ Բժիշկները անապահ վիրահատություն են նշանակել։ Նրան անհրաժեշտ է երիկամների փոխպատվաստում։ Իշխանը թթված իմ մատակարարող սարքով է շնչում։ Առողջական ծանր խնդիրների պատճառով տղամարդը, ինչպես ասում են, կես մարդ է դարձել, անաշխատունակ է, այլևս ի վիճակի չէ զբաղվել իր սիրելի շինարարության գործով։ Մինչդեռ շրանչափահաս 4 երեխա ունի, որոնք ամեն անգամ հոր վիճակի վատ թարացումից ծանր ստրես են ապրում։ Վստահ եմ, այս ամենը լսելիս շատերիդ մոտ խղճահարության զգացում առաջացավ։ Բայց Իշխանը նաև հպարտանալու առիթ ունի։ Ինչպես չհպարտանա, եթե նման զավակներ ունի։ Պատկերացնում եք, հոր հոգսը թեթևացնելու համար անչափահաս 2 որդիները շաբաթական 3 անգամ մի հսկայական տարածություն են կտրում, որպեսզի դաշտերում քախան անեն ու ստացված չնչին գումարով հոր դեղերի հարցը լուծեն։ Ճիշտ է, դա անում են դպրոցի հաշվին, բայց այլ ելք չունեն։ Հոր կյանքն է վտանգված։ Իսկապես հայրը հպարտանալու տեղ ունի։ Իսկ դա նշանակում է, որ ինչ-ինչ, բայց երեխաների դաստիարակության հարցում ծնողները չեն թերացել։ Հարգելի հեռուստադիտող, օգնելով հեռավոր գյուղում ապրող այս ընտանիքին, ոչ միայն կփրկենք հոր կյանքը, այլև հնարավորություն կընձեռենք երեխաներին վերադառնալ դպրոց ու ստանալ պատշաճ կրթություն։ Ներկայացնում եմ Քնարիկ Պետրոսյանի «Դեղի փողը քաղանով» տեսանյութը։ Այս անգամ օգնության կանչը Շիրակի մարզի հեռավոր Հառիջ գյուղից էր։ Իշխան Երանոսյանն էր նամակ գրել, կյանք խնդրելով իր համար։ Գործիցս տուն եկա, պատական հազացի, առնահոսեցի, տարան գնացինք ստուգմանոր, ազոտս հելել էր արդեն 550։ Ուտից սկսվավ իմ դաժան օրերս։ Այս տանն է ապրում 40-ամյա Իշխան Երանոսյանը, 4 անչափահաս երեխաների հայրը, մարդ, ով ժամանակին շինարար էր, ուժեղ, աշխատասեր, ընտանիքի հենասյունը։ Այսօր նա շնչում է թթվածին մատակարարող սարքի օգնությամբ ու պայքարում ապրելու համար։ Իշխանը երիկամային անբավարարություն ունի։ Բժիշկները նշանակել են անհապաղ երիկամների փոխպատվաստում։ Բժիշկները ասեն, որ միակ քու բուժումը փոխպատվաստումն է, որ կուրից տեղ եմ դոնոր է կանգնե, ես այդ ֆինանսականը չունիմ, որ դոնորից կրանամ տանիմ, անալիզներն ասնի, նույնպես ես պետք է անցնիմ, պիտի կսեն ահագին գումար է։ Մենակ դոնորի անալիզներն ասնելու իմս միլիոն ավել փող է։ Ուղղակի խնդրեմ, որ իմ տղայիս օգնություն եղնի, ես ճգնաժամից ինքը դուրս գա իրան ընտանիքի, իրան երեխանց գլխին եղնի, ես չտեսնիմ իրան այդ դաժան օրերն, որ ես տեսել եմ, թող իմ թշնամից չտեսնի այդ օրերը։ Տղամարդը երկրորդ կարգի հաշմանդամ է, ստանում է միայն հաշմանդամության 37,000 դրամ թոշակ, իսկ անչափահաս երեխաների նպաստը 48,000 դրամ է։ Ընտանիքի կյանքը գլխիվայր շուռ է եկել հատկապես այն բանից հետո, երբ իր վիճակն ամիսներ առաջ կտրուկ վատացել է։ Այժմ ֆիզիկական աշխատանքը հակացուցված է։ Փող վաստակել այլևս ոչ մի կերպ չի կարող, բայց ընտանիքը պիտի ապրի, դեղերը պիտի գնվեն, տունը պիտի տաքացվի։ Հայրս տավոր եմ, ռեմոնտ կենեմ, տարբեր գործը շինարարության մեջ ինչ որ կա։ Ինչ որ կպատկանե շինարարությանը, հիմքից սարքեմ, հանեմ, բալին կփակեմ, տամ տիրոջս եմ գնա քեզ համար դուրդ բաց բայլի։ Ու այսօրվա օրն էլ իմ դուրս ես իմ դիզերովս փակել եմ։ Երկու տղաները դպրոց գնալու փոխարեն ստիպված շաբաթական գնում են Արմավիր քախան անելու։ Փոքր ձեռքերը օրնիբուն հողի մեջ են, որովհետև ուզում են օգնել հորը։ Չեն բողոքում, պարզապես ուզում են, որ հայրն ապրի։ Ինչ վախեր ունեք իր հետ կապված առողջություն։ Վախներն է, որ ամեն բան կգրա վատ անի։ Շատ կապված են։ Հենց նես կմնին դպրոցից մի անգամ Բաբա սուրա, մորն է չեն հարցնե թե մամաս, բաբա սուրա, կպայվին դեղ հանակ կեն է էդները, բայց թե։
Ամեն անգամ, երբ իշխանը վատանում է, երեխաները վախով նայում են մորը, որն էլի բազմաթիվ առողջական խնդիրներ ունի։ Նրանց մանկությունը խառնվել է հիվանդանոցների ու դեղերի հոտին։ Խեկոր վատենան գիտ վախտ երեխեք շատ կվախենան։ Դա նես կենենք սեն գնացեք սինագնիկ նայեք։ Իր շնչառությունը կտրի բերանից փրփուրգու կավադնա գնի գետնի։ Ինոր կվադնայինքը տեսնից ինչ ստրես կտանին իրան երեխեքը շատ դժվար է շատ մանավանդ ծնողի համար ես կերտամ հետը հեմոդիալիզ որ կընտուն է ես առավոտները կերտամ հետն ինքը փոխանագնձի տանելու ես իրան կտանի ես ինչ դիմանամ ես բաների լիզուն կպնվի չենք կարայել չենք հասկնա իրան թե ինչ կխոսի ինչ օգնություն մենակ կճվա մանձի փրգեք ճայել եմ ես այդ տանջանքներն ինչ ես իրան մոռանա Պարտքեր ունեն դեղատներում, իշխանն էլ արյուն հաճախ է ստանում, 6 անգամ արդեն ընդունել է, ամեն անգամ թեթև հետազոտության համար Երևան հասնելը 30-40 հազար դրամ է արժանում, պատմում է իշխանը, բժիշկները դեղեր են նշանակում, բայց նա հաճախ չի կարողանում գնել, գումար չի ունենում։ Դա դեղերը սպծել է, չեն է տայել, ես տաս կուզեք սեբեր փագի օշելիք տա։ Դեղերն որ չի եղնի շատ կվատենա, ճնշումը գելնի 220-230 ու գիտակցությունը կորցուկ է էլի, փող պատվաստում նոր չեղավ դիտպես, մնա, չգիտեմ, այդ շնչառական սարկերով, դեղերով, Կիսավեր ու խոնավ տանն են մեծանում 4 անչափահաս զավակները, 16-ամյա Մարտինը, 15-ամյա Սարգիսը, 10-ամյա Մարիամն ու 6 տարեկան Էլենը։ Երեխաները հիմա կիսաքաղցած օրերի հաշիվն արդեն կորցրել են։ Այդ թոշակով ու նպաստով է, կա ժամանակ որ սենք բաներ չենք առնի, իրան մի կերպ յոլա բդերտան կարտոշկով բանով, որ իրան տեղերը հասցնենք աղջիկ ջան չենք կրա, հնարավոր չէ, շտապ օգնության մեջ են, դաժե թթվածին իրան չի օգնի, որ մենք հասցնենք հիվանդանոց Գյումրի կենտրոնը։ Դժվար է, երբ հայրն իրեն մեղավոր է զգում երեխաներին իր հետ տանջելու համար։ Իշխանը վախենում են, որ երեխաներն էլ իր նման տխուր մանկություն կունենան։ Հյուսված է խամրած հայացքով, խոսելն անգամ չի գալիս։ Վտանգս է ձելի, դա թթվածինով առողջականս հայհեդեմ մաշելով, պետք է համակերպին բծեղ ապրի, իշխանաբրա ապրա։ Միաբարատնեսնի մենիցնի, ստեղ է դրած։ Հենց էդի քյորգը պրզնի արդեն խառնեմ տագնապ կկոխեմ էջս, թե ես էդ որ ինչը պետք է ապրեմ։ Խնդրեմ որ իմ տղայիս կեբ օգնություն եղնի, իս ճակնաժամից ինքը դուրս կա իրան ընտանիքի իրան երեխանց գլխին եղնի, թող ինքը առողջ եղներ, ես ոչ մի բան չէի ուզեմ, մենակ ինքը առողջ եղներ իրան ընտանիքի կողքին եղնի, իրան երեխեքը մնին իրան ուրախ տեսնին, երեխեքն էլ ուրախանան իրանով։ Երիտասարդ ընտանիքի ամեն օր իսկական փորձություն է, գոյության պայքար։ Իրենք էլ չգիտեն, թե ինչու կյանքն այսպես ստացվեց։ Պարզապես ճակատագին է երես թեքել։ Միայն մի բան է հստակ, իշխանը կարող է շնչել առանց սարքի, կարող է ապրել, կարող է դարձյալ իր զավակներին ուժեղ հեներանը լինել։ Այսօր այս ընտանիքը բոլորիս օգնությունն է հայցում, հույսով, որ գթալու մարդկային զգացումը դարձյալ բարձր արժեք է, որ օգնության ձեռքը չի ուշանա։ Շկաշուտ ոտքի կագնիմ Իհամ հանցի լավ, համ իրանց լավ։ Քնարիկ Պետրոսյան, Վարամ Ավոյան, Սուրանկյուն։ Թողարկման երկրորդ հատվածում կներկայացնենք։ Ոստիկանությունը կենտրոնում է, նա բոլոր խնդիրների հասցեատերը եւ հասցեագրողը չի։ Որողակների վատ աշխատանքի կամ անգործության հետևանք էին։ Ներքևի օղակներում ձեզ ոչ մեկ չի պատժում են մենակ վերևիներին։ Վարդը դեմ ուղղված հանցագործությունները 23.2%-ով նվազել են։ Միշտ էլ լինելու են հանցագործություններ, որոնք այդպես էլ չբացահայտվեն։ Արդյոք նման կադրային փոփոխությունները բավարար են։ Հայտարարություն չկա, թե ինչ պատճառով է եւ դա շատ վտանգավոր է։ Գործ ենք ունենում նման բացասական երևույթների ու միջադեպերի հետ։ Այստեղ կառավարման մեծ բաց կա, այսպես չեն կառավարում։ Գնացին Կորանին չի համար։ Ձուկը գլխից հղած սովետական մոտեցումն է, իսկ դա այդպես չի։ Ավելի հաճախ կլսենք հանրային գերակաշռա եւ փոխհատուցում արտահայտությունները։
Քանդվել են բոլոր տները, որոնց փոխարեն արդեն վեր են խոյանում բաց հարկեր։ Ինքը միշտ բիզնես նպատակներով օգտագործվել է։ Այս օրենքը գլոբալ առումով թեթևացրել է կառուցապատող բիզնեսմենների գործը։ Պետությունը օրենքի ուժով վերցնում այլ դիրքերը։ Դատարանը մեծ ջրաջանություն է դրսևորում այս գործի քննության հարցում։ 40 հատորանոց գործը ամենը 4 օրում ինքը ծանոթացավ։ Դժվար է հասկանալ, թե թանկարժեք բնակարանների կառուցման պարագայում որն է անրային շահը։ Վերցրեցին քանդեցի, հետո ո՞նց է դա գնահատվել։ Կոնդի, կորի, նարդոսի հատվածներն առանց գլխացամաքի կառուցապատելու համար են արվել։ Զուսարեն անհետությունը։ Խոսքը հարյուրավոր քաղաքացիների մասին է։ 4 անգամ քիչ է յութվել գնահատել դույնը։ Հանրային գերակա շահ կարող են ճանաչվել նաև վթարային շենքերը։ Մի ամիս հետո գասատունը քանդում։ Վերջացավ։ Փետրվարյան արյունոտ քրոնիկոնը կրկին տագնապի մատնեց հանրությանը։ Մասնավորապես Աչափնյակում օրը ցերեկով բնակելի շենքերի արևանության մոտ 30 հոգի իրար հետ հարցեր էին պարզում ու մեկ էլ մի խելապակաս ինքնաձիգով կրակայերթ էր տեղած հակառակորդի ուղղությամբ։ Ավելորդ է խոսել պատահական անցորդների, շենքերի բնակիչների կյանքին սպառնացող վտանգների մասին, սակայն ավելորդ չէ առարկայական քննադատել իրավապահ համակարգին, որի անգործության հետևանքն են այս վայրի բարքերը։ Ժամանակին կար Թաղայինի ինստիտուտը։ Թաղայինը լավ գիտեր, ով ինչ է շնչում։ Փոխանցում էր տվյալները օպերատիվ ծառայություններին, նրանք էլ պրոֆիլակտիկ աշխատանքի են տանում խնդրառույց անձանց հետ։ Իսկ պոտենցիալ հանցագործը լավ գիտեր, որ խոշորացույցի տակ է։ Արդյոք համակարգը անթերի էր։ Երկև ոչ։ Բայց չեղածից լավ էր։ Հիմա ոստիկանությունը միայն post factum հանցագործություններն է արձանագրում։ Նրանք գնում են արդեն կատարված հանցանքի հետքերով, քննիչները ցուցումներ են տալիս, օպերները բերման ենթարկում։ Իսկ ով է աշխատելու կանխարգելման ուղղությամբ։ Ամսվա վերջին ներքին գործերի նախարարը պաշտոնից ազատեց 3 փոխոստիկանապետերի։ Թեպետ պաշտոնական պարզաբանում չեղավ, բայց ակնհայտ էր, որ սա վերջին աղմկարույց իրադարձությունների հետևանք էր։ Բայց մի թեև կադրային փոփոխություններով խնդիրները կլուծվեն։ Չէ՞ որ թերացել են շարքային ոստիկանից մինչև վերնախավ, ինչը ուշում է, որ խնդիրը ոչ թե անձերի, այլ համակարգի մեջ է։ Պետք է փոխել ոչ թե մարդկանց, այլ աշխատավոճը, սկզբունքներն ու առաջնահերթությունները, ցուցադրական խոզարկություններն ու այսպես կոչված ուժեղացված ծառայությունը հնացած գործիքներ են եւ խնդիր չեն լուծում։ Արդյոք որևէ կառույց ունի իրական պատկերացում, թե որքան ապօրինի զենք կա բնակչության մոտ։ Անհրաժեշտ է թիրախային օպերատիվ աշխատանք զենք զինամթերքը հայտնաբերելու եւ արգրավելու համար։ Մյուս կողմից պետք է ընդունել, որ հանցագործ չեն ծնվում, այլ դառնում են։ Հետևաբար պատասխանատվության բեռը կիսում են նաև կրթական ու սոցիալական ոլորտների պատասխանատուները։ Արշակ Գասպարյանը եզակի փորձագետներից է, ով ոչ միայն քննադատում է, այլև առաջարկում է կոնկրետ լուծումներ։ Սուր թեմայի տաղավարում հենց նրան են քյուր ընկալել։ Մարդու դեմ ուղղված հանցագործությունները 23.2%-ով նվազել են։ Կրիմինալ երգիր է։ Փոփեն խոն տեսակրակոչային վերևի գմ։ Ոստիկանությունը տեղում չի։ Գործ ենք ունենում նման բացասական երևույթների ու միջադեպերի հետ։ Ձերքցել է ուսով, այդ պահի խփել է։ Գնացին կորան ինչի համար։ Որողակների վատ աշխատանքի կամ անգործության հետևանք էին վերջերս Երևանում, Զովունիում, Սևանում տեղի ունեցած աղմկահարույց հանցագործությունները։ Պատշաճ աշխատանքի դեպքում արդյոք հնարավոր էր կանխել դրանք։ Ոստիկանությունը, այդ թվում համայնքային ոստիկանությունը, եկեք պատկերացնենք մի հատ երիցուկ։ Ոստիկանությունը կենտրոնում է, նա բոլոր խնդիրների հասցեատերը եւ հասցեագրողը չի, նա թիրախային ընդամենը հասցեագրողն է այն մարմիններին, ովքեր պիտի գործ ունենան եւ այդտեղ հատկապես կրթական ոլորտն է, տարածքային ինքնակառավարման մարմիններն են, սոցիալական ծառայություններն են եւ առհասարակ քրեական արտադրության մարմինները, այն է քննիչները, դատախազները, դատարանները, պրոբացիայի ծառայությունը, բանտային ծառայությունը, որովհետեւ սրանք իրար հետ մեկ ընտանիքի պես են համագործակցում։ Այլ կերպը առնվազն միավորված ազգերի կազմակերպության հանցավորության կանխարգելման ուղենիշերը 4-5 առնվազն խոսում են հենց դրա մասին, որ միջ ոլորտային համագործակցությունից զատ, դրանից դուրս արդյունավետություն չկա, ամբողջ the whole government
կոչված է, որ ամբողջ կառավարությունը եւ ամբողջ հասարակությունը պիտի լծված լինի դրան։ Ոստիկանության ներսում թերևս կարող ենք շեշտել համայնքային ոստիկանությունը, օպերատիվ հետախուզական երկու այս հիմնարար ծառայությունները եւ ինչու՞ չէ այսօր նաեւ բարեկային ծառայությունը, որի առնվազն հիմնարար փաստաթուղթը խոսում էր այն մասին, որ նրանք ընդհանրապես հանցավորության կանխարգելման համար են եւ ոչ թե փոխարինելու են ճանապարհային ոստիկանության։ Կանխարգելման ուղղված ջանքերն են միայն, որոնք շատ թանկարժ են մարդկային ռեսուրսի իմաստով, տեխնոլոգիաների իմաստով, բայց կանխարգելումը շատ ավելի արդյունավետ է եւ հնարավոր է անել, այլ բան, որ միշտ էլ լինելու են հանցագործություններ, որոնք այդպես էլ չբացահայտվեն կամ դժվար լինի բացահայտելը, որովհետեւ չկա հասարակություն, որտեղ չկան չբացահայտված հանցագործություններ, այլ բան, որ մեզ տեղյակ պահեին, որ կանխարգելման աշխատանքներն արված են, դրանից հետո կերևար արդյունավետություն։ Թեպետ պատճառների մասին պաշտոնական պարզաբանում չեղավ, այդուհանդերձ հենց աղմկարույց դեպքերից հետո աշխատանքից ազատվեցին 3 փոխոստիկանապետերը։ Արդյոք նման կադրային փոփոխությունները բավարար են խնդիրը լուծելու համար, թե անհրաժեշտ են խորքային, համակարգային բարեփոխումներ։ Կադրերի փոփոխությունը կարող է բերել փոփոխությունները, եթե կա երկու բան. առաջին ներքին գնահատման համակարգ, ինչպես են գնահատել, ինչպես է արդյունավետությունը գնահատվել այդ մարդկանց եւ ինչու է տեղափոխություն եղել կամ ավելի ճիշտ տեղափոխությունը հենց ռոտացիա եւ երկրորդ ինչպես է դան հրամցվում եւ ներկայացվում հանրությանը, որովհետեւ առանց հանրության, առանց բնակիչների, քաղաքացիների հետ սերտ համագործակցության ոստիկանական աշխատանքը հատկապես հանցավորության կանխարգելման ուղղակի անհնար է որևէ կերպ պատկերացնելը եւ հանրությունը պիտի ունենա հնարավորություն հարցնելու ինչու տեղափոխեցիք, արդյոք կապված էին այս վերջին իրողությունների հետ թե չէ, որովհետեւ առնվազն հայտարարության մեջ նման հայտարարություն չկա, թե ինչ պատճառով է եւ դա շատ վտանգավոր է, որովհետեւ սա ստեղծելու է շատ կարեւոր երկու բան։ Առաջին բոլորին գնալու է ազդակ, որ ներքևի օղակներում ձեզ ոչ մեկ չի պատժում են մենակ վերևիններին եւ այսպես ասած ձուկը գլխից է հոտած սովետական մոտեցումն է, իսկ դա այդպես չի։ Եվ երկրորդը, որ կարող է շատ վտանգավոր լինել, դա նաեւ որ այսպես պատրանքային կամ խորհրդանշական հաշվետվողականություն է դիտարկվում, որովհետեւ այդ նույն ուղղությամբ կբարձրանանք մինչեւ նախարար, եթե հանրապետական մակարդակի մարդիկ մեղավոր էին այս իրողություններում կբարձրանանք դեպի վարչապետ, նախագահ եւ այդպես շարունակ։ Այստեղ կառավարման մեծ բաց կա, այսպես չեն կառավարում, որովհետեւ իհարկե ոչ նախարարը, ոչ վարչապետը ուղիղ ազդեցություն չունեն Հայաստանի հանցավոր միջավայրի կամ ընդհանրապես էկոհամակարգի վրա։ Հաճախ է խոսվում այն մասին, որ քաղաքացիները չեն վստահում ոստիկանությանը, չեն հազանգում իրենց հայտնի դարձած դեպքերի մասին, չօգնելով կանխել հնարավոր զարգացումները։ Ինչու՞։ Դժվար հարց է։ Ինչու, որովհետև ունենք տրադիցիաներ եկած եւ տրադիցիաների նկատմամբ նաեւ ընկալումներ կամ ըմբռնումներ, որոնք կարող է ճիշտ է, կարող է ոչ։ Բայց տրադիցիաները, որոնք մեր ականջին գոնե հասել են, դա նաեւ որ հանցագործության մասին հաղորդող քաղաքացին շատ ավելի մեծ խնդիրների մեջ է հայտնվում, քան այն մարդիկ, ովքեր կատարել են հանցագործություններ։ Եվ այսպիսին է եղել առնվազն մինչ հեղափոխական Հայաստանը, եւ շատ բարդ է համոզել մարդկանց, որ քո ահազանգը, քո ուշադրությունը համայնքիդ նկատմամբ, համայնքիդ անվտանգության իմաստով շատ կարևոր է։ Պետք է չափել նրանց ըմբռնումները, ոնց որ կա կոռուպցիայի ընկալման վերաբերյալ ցուցիչ եւ կոռուպցիայի բուն կոռուպցիայի վերաբերյալ ցուցիչ, սրանք կորելացվում են ինչ որ դեպքերում ոչ։ Հիմա քո ոստիկանությունը կարող է շատ արդյունավետ լինել, բայց իմ պատկերացումը ոստիկանության արդյունավետության վերաբերյալ այլ է։ Հիմա կամ ես պիտի փոխեմ իմ պատկերացումները ձեր չափումների միջոցով, կամ ոստիկանությունը իրապես այն չի, ինչ որ հայտարարվում է հեռուստացույցով։ Ոստիկանությունը սովորաբար զբաղվում է արդեն կատարված հանցագործությունների բացահայտմամբ, բռնում մեղավորներին։ Եթե իրավապահ համակարգը կարողանա կանխարգելել հանցագործությունները, դա բավարար կլինի, թե կրթության, սոցիալական հարցերի համար պատասխանատու եւ այլ կառույցներ եւս կատարելու աշխատանք ունեն։ Հանցագործություն ծնող գործոնները շատ ավելի հեռուն են, քան միայն հանցավոր վարքը ինքնին, որովհետև հանցավոր վարքը արդյունք է, այլ ոչ թե պատճառ։ Պատճառները կրթությունից դուրս մնալն են, անձնային իմպուլսիվությունը, ագրեսիան, անձնային դիրքորոշումներն ու անձնային որակներն են, էկոհամակարգն է, որը տիրում է, զբաղվածությունն է, աշխատանքի բացակայությունն է, սոցիալական դերերի բաշխվածությունն է կամ սոցիալական անհավասարությունը եւ անհավասարակշիռ զարգացումը համայնքների եւ նույնիսկ մարզերի միջև, սրանք բոլորը գործոններ են, որոնք կարող են ծնել հանցագործություն։ Սա էր, որ առաջի հենց խոսքի սկզբում ասացի, որ պետությունը նաեւ հանցավորության կանխարգելման իմաստով պետք է աշխատի այդ երիցուկի էֆեկտի նման։ Մեջտեղում հենց համայնքային ոստիկանության փիլիսոփայությունն է եւ համայնքային ոստիկանը ինքնին, որը
Երբ որ տեսնում է, սկսած նրանից, որ համայնքում կարող է լինել մի շինարարական աշխատանք, որտեղ փորել են փոս, կան մի շարք ինչ-որ երկաթե ձողեր, արմատուրաներ, եւ սրա վերաբերյալ Երևանի քաղաքապետը պիտի ահազանգ ստանա հենց համայնքային ոստիկանությունից, վերջացրած նրանով, որ երեխաները ուշ են վերադառնում տուն, գիշերը անց են կացնում, ինչ որ, չգիտեմ, աղբամանների շուրջը քուջու ջանելիս կամ գիշերվա ժամը 4-ին ինչ որ բաներ են քննարկում շենքի հետևում եւ այլն, սրանք ռիսկային ինչ որ գործոններ են, որոնք պետք է վերլուծվեն։ Առնվազն Աչափնյակի դեպքերով մենք չտեսանք 40 տղամարդ, որը պիտի լիներ աշխատանքի վայրում ընտանիքի երեխաների հետ դպրոց տանելիս կամ ուսումնական հաստատություններում, բոլորը հայտնվել էին նույն տեղում մի նույն դիրքորոշման շուրջ, որը իդեպ իրավախախտ դիրքորոշում էր կամ հանցավոր դիրքորոշում էր։ Ոստիկանությունը պարբերաբար ուժեղացված ծառայություն է իրականացնում։ Մայրաքաղաքի փողոցներում պատահականության սկզբունքով կանգնեցնելով մեքենաներ, զննություն, երբեմն էլ դրա անվան տակ փաստացի խուզարկություն կատարելով։ Որքանով է սա իրավաչափ ու արդյունավետ։ Երևան քաղաքի տարբեր համայնքներ, Հայաստանի Հանրապետության տարբեր մարզեր չունեն նույնական հանցավոր էկոհամակարգը, միջավայրը, որը կարող է ծնել հանցագործություններ։ Եվ սրա վերլուծությունը չափազանց կարևոր է, բոլորը պիտի ունենան իրենց քարտեզները ճշգրիտ տաք կետերի, որտեղ կարող է լինել թմրադեղը, որտեղ կարող է լինել զենքի օգտագործումը, որտեղ կարող է լինել սև շուկան զենքերի, որտեղ կարող է լինել ռիսկի տակ գտնվող անձիկ, ովքեր բազմաթիվ անգամներ հանցագործություններ արել, նույնասեռ հանցագործություններ են արել եւ կարող է էլի անել, եթե դա արվում է ճիշտ քարտեզագրված ձևով, ճիշտ տեղերում եւ ճիշտ բան են ման գալիս ոստիկաններ ու գիտեն ինչ են ման գալիս, ինչ ռիսկի տակ մարդկանց կամ ինչ որ իրեր, որոնցով հանցագործություն է արվում, դե հա կարող են նաև ուսումնասիրել, զննել եւ դրանք կարող են լինել իրավաչափ։ Մնացած դեպքերում դրանք ընդհանրապես խորհրդանշական ուշադրության արժանանալու գործողություններ են, որոնք ցույց են տալիս ուղղակի համազգեստավոր մարդկանց, միգուցե ենթադրությամբ, որ դա կլինի զսպաշապիկ նոր հանցանք գործելու իմաստով։ Որն է հանրության համընդհանուր գերակա շահը։ Անվտանգ սահմաններն ու միջավայրը։ Այո։ Կրթված երեխաները։ Այո։ Հարմարավետ ենթակառուցվածքները։ Կրկին այո։ Այոների այս շարքը կարելի է երկար թվարկել։ Սակայն Հայաստանում գերակա շահ ասվածը տարիներ շարունակ ասոցացվել է անարդարության, ապօրինության եւ ունեզրկման հետ։ Թերևս թե եկեք, թե որտեղից է նման կարծրատիպ ձևավորվել։ 2000-ականներից, երբ Հյուսիսային պողոտայում գերակա շահի անվան տակ խլում կամ չնչին գումարներով գնում էին այդ հատվածում բնակվողների տներն ու հողերը եւ լայն թափով ձեռնարկում էլիտար շենքերի շինարարությունը։ Արդյունքը եղավ մարդու իրավունքների եվրոպական դատարանի տասնյակ վճիռներ հանդեպ Հայաստանի Հանրապետության։ Հիմա իրավիճակն այս դաշտում կարծես փոխվել է, համենայն դեպս մարդկանց այլևս ձեռնունայն փողոց չեն նետում, բայց փոխհատուցման չափը մնում է վիճահարույց։ Ֆիրդուսի բնակիչների վեճերը կառուցապատողների հետ մինչև օրս շարունակվում են։ Հանրապետության հրապարակի հարակից տարածքում բնակվողների կարծիքով չափազանց փոքր փոխհատուցում է սահմանվել։ Թե որքան գումարի մասին է խոսքը եւ ինչ քայլերի են դիմում եւ դիմելու բնակիչները քիչ անց։ Իսկ մինչև այդ ասեմ, որ հանրային գերակաշահի եւ դրա հետ կապված փոխհատուցումների հարց առաջացավ նաեւ հյուսիս-հարավ մայրուղու կառուցման ընթացքում, որի շինարարությունը տարիներով ձգձգվում է նաեւ առանձին տարածքների սեփականատերերի հետ գումարների շուրջ անհամաձայնության պատճառով։ Շատերը ուրախացան, երբ տեղեկացան, որ պետությունը նոր օրենքի միջոցով փորձում է խնդրին լուծում տալ, բայց ուրախությունը կարճ տևեց։ Եթե մշակվող օրենքը հակիրճ բնորոշենք, կստացվի, որ սեփականությունը խլելու կանաչ լույս է վառվում։ Կարծնեք ինչպես։ Շատ պարզ։ Օրենքը ուժի մեջ մտնելուց հետո սեփականատիրոջ բողոքները դատարան այլևս անօգուտ կլինեն, եթե նրա գույքը ճանաչվի հանրային գերակաշահի նպատակով օտարվող օբյեկտ։ Այսինքն, եթե գործող օրենքով դատական վեճը կասեցնում է շինարարությունը մինչև վերջնական որոշումը, նոր փոփոխություններով քաղաքացու բողոքը այլևս չի կարող խոչընդոտել շինարարությունը։ Մասնագետներից մեկը շատ դիպուկ է բնութագրել քննարկվելիք օրենքի հետևանքները։ Այն կբացի Պանդորայի արքղը եւ անարդարության դևերին բաց կթողնի քաղաքացիների ուղղությամբ։ Այժմ Արմեն Աթալյանի օրենքով ռեկետ տեսանյութը։ Քաղաքի տարբեր հատվածներում առաջիկայում ի հայտ կգան շինարարական կրունկների նոր անտառներ։ Իսկ ինչ է դա նշանակում։ Դա նշանակում է նոր թաղամասեր, քաղաքի ռենովացիա եւ այլն։ Իսկ սա էլ իր հերթին նշանակում է, որ մենք ավելի հաճախ կլսենք հանրային գերակաշահ եւ փոխհատուցում արտահայտությունները։
Ահավասիկ, նախկին Ֆիլդուսի թաղամասը։ Տարածքում ակտիվ շինարարություն է, քանդվել են բոլոր տները, որոնց փոխարեն արդեն վեր են խոյանում բարձրահարկեր։ Չափազանցրեցի, քանդվել են, բայց ոչ բոլորը։ Երկու տուն դեռ կանգուն է։ Երկու ընտանիք փոխհատուցվող գումարի մասով համաձայնության չի եկել կառուցապատողի հետ։ Վկայականով 815 քառակուսի հողատարածք է, 447 քառակուսի շինությունը, 331 քառակուսի ինքնական, բայց կադաստրում հաշվառված ինքնական, որի համար գույքը հարկ են վճարում։ Դավիթն այս պահին դատական ատյաններում պաշտպանում է իր անշարժ գույքի գնահատման հարցում սեփական դիրքորոշումը։ Նրա տունն ու հողատարածքը վաղուց ճանաչվել են որպես հանրային գերակա շահի համար օտարման ենթակա գույք։ Լավն է, վատն է, դնենք մի կողմ։ Բայց մենք ունենք ստեղ բիզնես նպատակներով օգտագործվող տարածքներ, ինչի համար շեշտեցի 89 թվականից ինքը միշտ բիզնես նպատակներով օգտագործվել է։ Այսինքն փոխհատուցումը այնպիսին են առաջարկում, որ մենք չենք կարողանում տեղում ձեռք բերենք այն ինչ որ ունենք, դաշը 70%-ը։ Կողմերը չեն կարողացել համաձայնության գալ։ Հակառակ պարագայում գործը չէր հասնի դատարան։ Ի զարմանս Դավիթի, դատարանը մեծ ջրաջանություն է դրսևորում այս գործի քննության հարցում։ Ֆիլդուսի բնակիչը տպավորություն ունի, որ դատավորը նպատակ ունի օր առաջ ավարտել դատաքննությունն ու վճիռ կայացնել։ 40 հատորանոց գործը ընդամենը 4 օրում ինքը ծանոթացավ, վարույթներ նշանակեց, շաբաթը 2 անգամ, երկուշաբթի եւ ուրբաթ առավոտվա ժամը 10:30-ից 11-ից մինչեւ երեկոյան 6:05։ Չլսված բան առավոտվա ժամը 11-ից մինչեւ 6-ը դատական նիստեր ու նույն Ռուբեն Բուննացյանը իրականացնի, որ ինքը նման գործերը քննում է մի քանի ամիսը մեկ։ Դավիթի տունը դեռ կանգուն է, քանի որ դատական process-ն է շարունակվում եւ չկա դատավճիռ։ Կառավարությունը սակայն վերջերս այս խնդրին վերաբերող օրինագիծ է մշակել, որն էլ հաստատվել է խորհրդարանի կողմից։ Այն հնարավորություն է տալիս որոշել հանրային գերակա շահի համար օտարման ենթակա գույքի արժեքը, փոխանցել այդ գումարը քաղաքացու հաշվին, այնուհետև տնօրինել այդ գույքը, անկախ այն հանգամանքից, որ սեփականատերը գուցե բողոքարկի կառավարության որոշումը կամ փորձագետի սահմանած արժեքը դատարանում։ Պետությունը օրենքի ուժով վերցնում այդ գույքերը, հիմա խլել անվանենք, թե օրենքի ուժով ճանաչվել սեփականատեն, իսկ թվում է բան չի փոխվում։ Հայցի ապահովում այդ գործերով չի կարող կիրառվել։ Այսինքն հիմա եթե վեճ է կայանում օրինակ գույքի գնահատման հետ կապված եւ այդ գույքը քանդվելու է։ Եթե անձը թեկուզ կարող է դիմել դատարան, եթե վերցրեցին, քանդեցին, հետո ոնց է դա գնահատվելու։ Կառավարության ներկայացուցիչները բացատրում են, որ նոր օրենքով քաղաքացին հնարավորություն է ստանալու մասնակցել իր գույքի գնահատման գործընթացին։ Եթե մինչև այս փոփոխությունները գոնե մի փոքր աղերսներ ուներ իրականության հետ, որ դու նույն կառավարության որոշումը վարչական դատարան կվիճարկես, հետագայում չի քանդվի քո գույքը, մինչև այդ հարցերը չքննարկվեն, հիմա կարճ կոնկրետ, այսպես միանգամից վերցնում ենք, երևի թե մաքսիմում 6 ամսվա ընթացքում է դա լինելու, ոչ թե տարիներով, եւ կվերցնում ինչ ուզում անում է։ Որոշ իրավաբանների տեսանկյունից այս օրենքը գլոբալ առումով թեթևացրել է կառուցապատող բիզնեսմենների գործը։ Դժվար է հասկանալ, թե թանկարժեք բնակարանների կառուցման պարագայում որն է հանրային շահը։ Կառուցեք կամուրջ կամ մետրոյի կայարան կամ օդանավակայան, ինչ որ մեկի գույքի հաշվին, բոլորը թող դրանից օգտվեն։ Նորակառույց համալիրներ կառուցել եւ անունը դնել, որ դա բխում է հանրության շահից, ես դա մեղմ ասած այդպես չեմ համարում։ Դա բխում է այն մարդկանց շահից, ովքեր գումարներ ունեն եւ ցանկանում են ճոխ, չգիտեմ, Երևանին նայել ընդունեն 25-րդ հարկից իրենց բնականից, դա հանրության շահի հետ կապ չունի։ Դա կոնկրետ որոշ անձանց շահերից է բխում։ Վերջի տեղեկություններով 1 տարի առաջ, որ ես անձամբ եմ զանգահարել, առաջի հարկ տարածք հարցրել գինը, արժեցել է 2 տարի առաջ, ինձի որ ասել են գինը, 13000 ԱՄՆ դոլար, 1 քառակուսի մետր։ Իրանք այդքանով 2 տարի առաջ էին վաճառում։ Իսկ հիմա ընդունենք այս պահին, երբ որ զանգահարում ես, իրանք արդեն չունեն վաճառել են։ Կառավարությունն էլ գուցե ասի, որ այստեղ շահում է պետությունը, քանի որ բնակարանների վաճառքից հարկեր են գեներացվում։ Հարկն իհարկե լավ բան է, բայց քաղաքացիները երևի ակնկալում են, որ գույքի օտարման դեպքում հաշվի կառնվեն նաև իրենց իրավունքները։ Նոր օրենքով հանրային գերակա շահի համար օտարման ենթակա գույքի սեփականատերերին հնարավորություն են տալու այլ մասնագետների ներգրավել իրենց սեփականության գնահատման համար։ Կադաստրային արժեքից, որ գրանցված է գույքը հարկ եմ ուծում 2.5 մոտ 2 միլիոն 800 000 դրամ։ 4 անգամ քիչ է տվել գնահատել գույքը։ Էլ ինչի մասին է խոսքը, ինչ փորձագետի մասին է խոսքը։ Բայց ես ինչու պետք է գնամ գնահատող բերեմ։ Մի հատ եկեք հասկանանք, եթե դու գնում ես շուկա ու ուզում ես կարտոշկա առնես,
Ասում ես ինչ արժի, ասում է 300 դրամ օրինակի համար։ Ասում ես չէ, ես հեսա գնամ գնահատող բերեմ, քո կարտոշկան գնահատեմ։ Սա ինչ անհետությունն է։ Կա մտավախություն, որ այս փոփոխությունները ոչ թե խոշոր պետական նախագծերի, այլև մայրաքաղաքի կենտրոնում կոնդի, կորի, նարդոսի հատվածներն առանց գլխացավանքի կառուցապատելու համար են արվել։ Փողը դրել է դեպոզիտ, մի ամիս հետո գասատունդ քանդում է։ Վերջացավ։ Դու հետո կդատվես, ինչ կանես, դա իրական չի։ Անկամ մի հատ ծողակային բան են դրել, 30% ավելան, իբր թե շուկայական գնից, եկեք հասկանանք, որ նա շուկայական գին է։ Նոր օրենսդրության միջոցով հանրային գերակաշահ կարող են ճանաչվել նաև վթարային շենքերը, բայց նորից պարզ չէ, թե որն է հանրային շահը, երբ քանդվում է վթարային շենքը եւ տեղում կառուցվում է նոր շենք։ Քանի որ իրենք մեծ ցանկություն ունեին վթարային շենքերը վերցնելու եւ հանձնելու խոշոր կառուցապատողներին, ինչպես որ անում են, եւ քանի որ այդ հարցը իրոք կարող էր նույն եվրոպական դատարանում խնդիր ստեղծել, իրենք օրենսդրական մակարդակով արդեն վերջին փոփոխությամբ սահմանեցին, որ վթարային շենքերի դեպքում արժեքի 70%-ի չափով փոխհատուցում են։ Հայաստանում հանրային գերակաշահի պահանջով գույքի օտարման պրակտիկան չի վերաբերում միայն կենտրոնի թաղամասերին։ Հյուսիս-հարավ մայրուղու կառուցման ընթացքում գրեթե չեն եղել կառուցապատողների եւ սեփականատերերի միջև անհամաձայնություններ, իսկ խոսքը հարյուրավոր քաղաքացիների մասին է։ Կառուցվեց Ասիական բանկի հիմնադրամի փողերի շնորհիվ ֆինանսավորողը նրանք էին։ Մի հատ դատական գործ չի եղել։ Ես գնացել եմ, հանդիպել եմ բնակիչներին եւ ես մասնակցել եմ Ասիական բանկի ներկայացուցիչների մոտեցումը ինչպես է իմիջալոց, նրանք ունեն գնահատման մեթոդոլոգիա դեռ 2012 թվականին։ Մեծ հաշվով քաղաքի ռենովացիան շատ լավ բան է։ Կյանքը փոխվում է եւ քաղաքային միջավայրը եւս պետք է փոխվի դրան համընթաց։ Սակայն այդ process-ը չպետք է ուղեկցվի մարդկանց չակերտավոր փափուկ ունեզրկումով, նշում են փորձագետները։ Ամեն ինչ կարելի է անել շատ ցիվիլ եւ բոլորի համար ընդունելի մեխանիզմներով։ Արմեն Նաթալյան, Վահրամ Ավոյան, Սուրանկյուն։ Կհանդիպենք քիչ անց։ Հարցրի գյուղացիներին, բա ինչի օրինակ Մասիսի քաղաքապետարանը չի տրամադրում ջրատար, ասացին, ինչ ասենք Շամշան ջան։ 4000-ից ավելի ու կա խոտի։ Սպիտակ Օպելը փորձել է վազանց կատարել, սակայն ճանապարհի մերկասառույցի հետևանքով վարորդը չի կարողացել կառավարել։ Հակադիր կողմերից դեղինի տակ երկու մեքենաները անցնում են ու վերջում իրար ողջագուրվում։ Ներքև ավտոն, ամենակ կինո եմ կլնում։ Փրկարարները օգտագործել են հատուկ տեխնիկա, վարորդի մարմինը ավտոմեքենայից դուրս բերելու համար։ Այո, կարող ենք հստակ ասել, որ կնոջ մահը ճանապարհները չմաքրելու պատճառով է եղել։ Վարորդը ծառայելիս է եղել Պաշտպանության նախարարության այն զորամասում, այդ եմ ասում էլի, մեծ թշնամի պետք չի։ Դժոխոյն նորոգությունները։ Արդեն տևական ժամանակ է ցավալի մի օրինաչափություն ենք նկատել։ Զգալիորեն ավելացել է ինքնավթարների թիվը։ Չկա երկրորդ, առավել եւս երրորդ, չորրորդ մեքենա։ Մեկ էլ լսում ես, թե ինչպես են հարթ տարածությունում դուրս գալիս երթևեկելի գոտուց եւ հայտնվում դաշտում, ձորում կամ լճակում։ Ոստի հարցը, թե ինչ է հարկավոր անել նման դժբախտ պատահարները նվազագույնի հասցնելու համար, ամենևին էլ ռետորական չէ։ Նախ ասեմ, որ վարորդի ուշադրությունն ու զգոնությունը կարող են շեղվել տարբեր պատճառներով։ Դրանք սկսվում են երկրում տիրող ընդհանուր բարոյահոգեբանական ծանր մթնոլորտից եւ վերջանում անձնական հոգսերով, չմարված պարտքեր, հարազատի առողջական խնդիրներ կամ կենցաղային անվերջանալի հարցեր։ Մի խոսքով, պատճառահետևանքային կապերի մի ամբողջ շղթա, որի վերջո կարող է փորձանք դառնալ տարատեսակ հոգսերի տակ կքած վարորդների համար։ Որպեսզի ղեկին հայտնվելը ճակատագրական չդառնա, անհրաժեշտ է հետևել ժամանակի քննությունը բռնած մի քանի պարզ կանոնների։ Եվ ուրեմն, հատկապես երկար ճանապարհ գնալուց առաջ պետք է լավ քնել, չէ՞ որ քնի պակասը բթացնում է զգոնությունը։ Կարևոր է նախքան շարժվելը կարգավորել նստատեղն ու հայելիները։ Նավիգացիան կամ երաժշտությունը եւս միացրեք նախապես, որպեսզի ընթացքի ժամանակ չշեղվեք։ Ցանկացած պարագայում խստի վարգելվում է հեռախոսից օգտվելը։ Իսկ եթե զանգը հրատապ է, մեքենան կայանեք ու նոր պատասխանեք։ Անգամ լուսացույցի տակ կանգնած արգելվում է հաղորդագրություն գրել։ Մի քանի վայրկյանը մեկ անհրաժեշտ է հպանցիկ հայացք նետել հայելիներին միջավայրը վերահսկելու նպատակով։ Իսկ երբ պետք է պարտադիր կանգ առնել, երբ զգում ես հոգնածություն, քնկոտություն, հուզական լարվածություն կամ եթե չես վերահսկում իրավիճակը։
Վստահ եմ, որ այս պահանջների կատարման դեպքում ոչ միայն ինքնավթարների, այլև վթարների թիվը էապես կնվազի։ Անցած օրերի քրեական քրոնիկոնը դժբախտ պատառներն ու ավտովթարները Գագիկ Շամշյանի, որ չդառնաս կյանքի դահիճը տեսանյութում։ Այ ժողովուրդ ջան, այն օրը նստած հետ ենք մտածում, այս ինչքան են շատացել ինքնավթարները։ Չգիտեմ, դժվար թե ոստիկանությունը առանձին վիճակագրություն վարի, բայց եթե վարեր, հաստատ կֆիքսեր, որ ավտովթարների մոտ 70%-ը ինքնավթարներ են։ Իսկ ինչի մասին է դա խոսում։ Ասեմ, վարորդները կորցրել են իրականության զգացումը, մտքերով են ընկնում։ Ասենք, սոցիալական այս կամ այն խնդիրը լուծելու համար մտածում են, թե ումից կարելի է պարտք վերցնել ու այդ մտքերով չեն զգում, թե ինչպես են դուրս գալիս երթևեկելի գոտուց կամ հանդիպակաց երթևեկելի գոտի ու գլխկոնձի տալիս։ Այ մարդ, այս ինչ օրն ենք ընկել, ամեն տեսանյութի մեջ նման մի քանի դեպք։ Բայց սկսենք Արարատի մարզի Ռանշպար գյուղում տեղի ունեցած ողբերգությունից։ Չէ, ճիշտ չհասկացաք, ողբերգություն ասելով նկատի չունեմ, որ մարդ է մահացել։ Ուղղակի այսքան անասնակեր, որ վարվում է, տիրոջ համար իրոք ողբերգություն է։ Ականջդ կանչի, Խաչիկ Դաշտենց։ Տեսնես, այս գյուղի անունը Դաշտենցի Ռանշպարների կանչից է վերցված։ Այնքան է գործով ընկել, որ գյուղացիներին այդ հարցը չտվի։ Փոխարենը տեղեկացա, թե ինչպես են վերջինները մինչև հրշեջների ժամանումը պայքարել կրակի տարածման դեմ։ Այո, Արտաշատի ու Մասիսի հրշեջ փրկարարական մի քանի ջոկատ ժամեր շարունակ չէին կարողանում կտրեին կրակի լեզուները։ Ընդ որում, վտանգը կայանում էր նրանում, որ ամբողջ տարածքը պատված էր չոր խոտով, ու եթե չկանխեին կրակի տարածումը, այն ավելի մեծ հատված կընդգրկեր։ Բայց մի խնդիր նկատեցի։ Նախկինում, երբելի այս կողմերը նման դեպքեր էի արձանագրում, տեղական ինքնակառավարման մարմինների կողմից լրացուցիչ օգնություն էր տրամադրվում, ասենք ջրատարներ, ինչը բավականին հեշտացնում էր հրշեջների աշխատանքը։ Այս անգամ այդպես չէր։ 4000-ից ավելի տուկ է խոտի, արդեն 3 ժամ ու կեսա կռիվ են տալի կրակի դեմ։ Ես գիտես քանի ժամ է ակտիվանալու, չէ տանջանքները հարցրի գյուղացիներին, բա ինչի օրինակ Մասիսի քաղաքապետարանը չի տրամադրում ջրատար, ինչպես արվում էր նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի դեպքում։ Ասացին, ինչ ասենք Շամշան ջան, ոչ մի բան մի ասեք, ամեն ինչ էլ պարզ է։ Գոնե անասնակերի խեղճ տիրոջը օգնեն, չնայած չեմ կարծում, կսկսեն այնքան լացել կամ իբր օբյեկտիվ հանգամանքներ առաջ քաշել, այնքան որ ձեռքերը լվան։ Արարատի մարզպետարան, Մասիսի քաղաքապետարան, Ռաշպարի վարչական շրջանի ղեկավար, ալո, տունը մարդ կա։ Հələ խնդրում եմ այս պատկերին նայեք, կարծես արտացոլվի կատարվածը, այսինքն, որ Աստված լքել է 2 օպելների վարորդներին ու նրանց ուղևորներին, Վանաձոր, քեզ եմ սիրում։ Վստահ եմ, որ հայտնի երգի բառերի բովանդակությունը մարտի 2-ին ժամը 10:50-ից հետո 9 մարդու սրտով չի եղել։ Հա, ճիշտ էլ լսեցիք, Opel Zafira-ի եւ Opel Vectra-ի բախման հետևանքով 9 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վանաձոր բժշկական կենտրոն։ Նկարահանում է ու մտածում, արդյոք եթե այս 2 մեքենաների տեղը խորհրդային կամ ռուսական արտադրության մեքենաներ լինեին, ինչ հետևանքներ կունենայինք, շատ սարսափելի։ Լավ, սա եւս մեկ անգամ ֆիքսենք ու անցնենք առաջ, հասկանալու, թե ինչն է ի վերջո եղել վթարի պատճառը, ինչի հետևանքով Վանաձորի հիվանդանոցը լցվեց տուժածներով, որոնց ի դեպ այնտեղ են հաստրել ոչ միայն Վանաձորի շտաբօգնության բժիշկները, այլ նաեւ ստրտացավ քաղաքացիները իրենց ավտոմեքենաներով։ Ինչպես նկատում եք, Opel-ներից մեկի արջևի հատվածն է վնասված, մյուս Opel-ի աջ կողմի արջևի հատվածը։
Հավաքվածների կարծիքով այդ հանգամանքը թարգմանաբար նշանակում է, որ սպիտակ օպելը փորձել է վազանց կատարել, սակայն ճանապարհի մերկասառույցի հետևանքով վարորդը չի կարողացել կառավարել ու աջ կողմից հարված է ստացել այն մեքենայից, որին փորձել է շրջանցել։ Լրիվ տրամաբանական է, բայց թե արդյոք այդպես է եղել, թող քննիչները պարզեն, չմոռանալով հերթական ամոթանքի բաժինը հատկացնել ճանապարհն սպասարկող ընկերությանը։ Հեսա խոսացինք ռուսական արտադրության մեքենաների մասին։ Բաժալուսցա, ջահելների սիրած Նիվան, այն որ հանուն սրա պատրաստ են ձեռքի տակ եղած գյոզալ գերմանական մեքենան փոխանակեն, երդվում եմ, տենց էլ չհասկացա այդ տրամաբանությունը, բայց դե ճաշակին ընկեր չկա, 29-ամյա Սմբատն էլ երևի հոգով է երիտասարդ, որ սպիտակ գույնին Նիվա է քշում, ու այնքան է հոգով երիտասարդ, որ մի հատ էլ մայրաքաղաքի Կոմիտասի պողոտա Փափազյան փողոցի խաչմերուկում բախվում է տեղի ունենում նրա Նիվայի եւ 26-ամյա Նաիրիի Մերսեդեսի միջև։ Երկու հոգու տարել են։ Ներքևն ավտոն, մենակ կինոյում կլինի։ Նայելով մեքենաների ստացած վնասվածքներին ու հաշվի առնելով, որ դեպքը տեղի է ունեցել խաչմերուկում, կարելի է եզրակացնել, որ էլի գործ ունենք հայկական ավանդական հիվանդության հետ։ Ամեն բան անել, որ մինչև լուսացույցի կարմրելը կտրենք խաչմերուկը, այսինքն հակադիր կողմերից դեղինի տակ երկու մեքենաները անցնում են ու վերջում իրար ողջագուրվում։ Ընդ որում հարվածն այնքան ուժգին է լինում Նիվայի հետևի աջ կողմին, որ երկու անվահեցաները կոտրվում ու շպրտվում են, հարվածելով ճանապարհի մայթին տեղադրված առևտրի կրպակին։ Սել յուղնա, սաղ թափ է գնում է։ Երկրորդին տարել են։ Երկու վիրավոր է էլի դառը։ Դետալները ուր այք է հասել։ Վթարի հետևանքով երկու հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները եւ վթարի հարևանությամբ գործող ծաղկի սրահների աշխատակիցները տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։ Երբ կազդուրվեք, քարը փեշերիցը թափեք ու խոստովանեք, թե ինչ է եղել եւ խոսք տվեք, որ հաջորդ անգամ կսպասեք, երբ լուսացույցը կանաչի նոր գազ տակ։ Սկսվում է ինքնավթարների շքերթը, ողբերգական ելքով ինքնավթարների շքերթը, ու սկսենք Արարատի մարզից, Հովիկ Արգամիջի հարազատ գյուղից, Մղչյանից, ու էլի ռուսական արտադրության մեքենա, այս անգամ Լադա Պրիորա։ Անկեղծորեն ապշած էի, երբ տեղեկացա, որ Լադայի ղեկին եղել է 48-ամյա Կարենը։ Ապշած էի տարիքից, որովհետև այդ տարիքի մարդիկ հազվադեպ են այնպիսի արագություն զարգացնում, որ հայտնվեն երթևեկելու գոտուց մի եկա հեռավորության վրա։ Երևի արդեն հասկացաք, որ վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։ Պատմեցին, որ նախքան իմացնելը փրկարարները օգտագործել են հատուկ տեխնիկա, վարորդի մարմինը ավտոմեքենայից դուրս բերելու համար։ Ողբերգական այս փաստը ֆիքսելուց հետո սևեռվեցի կատարվածի պատճառների վրա, մասնավորապես, որ դեպքը տեղի է ունեցել ժամը 19-ի սահմաններում, այսինքն մթնշաղին։ Մի քանի անգամ օրվա այս ժամանակահատվածի մասին առիթ ունեցել եմ խոսելու։ Նշել ենք, թե որքան վտանգավոր է, երբ վարորդի աչքերը դեռ չեն ընտելացել մթին։ Մյուս կողմից, մինչև չլինի լիարժեք փորձաքննություն, չի հասկացվի, թե ինչ է իրականում տեղի ունեցել։ Նկատի ունեմ այլ վարկածներ, ասենք մեկ այլ մեքենայի կողմից վթարային իրավիճակի ստեղծումը կամ գուցե վարորդի ինքնազգացողությունն է վատացել։ Սենց գնացել է, եղել է բախում եղել։ Հասարակու դետալների։ Իսկ ահա ինքնավթարի մյուս դեպքի պատճառը պարզ էր ի սկզբանե, թեև մինչև տեղ հասնելը այլ վարկածներ էին պտտվում գլխումս, հաշվի առնելով վարորդի ով լինելը։ Կհարցնեք, ինչ կամ ում նկատի ունես Շամշան։ Նկատի ունեմ փաստը, որ այս Նիսանի ղեկին եղել է կին, 39-ամյա Արմինեն, ու երբ ազանգողը նշեց այդ հանգամանքը, մտքումս ինչ ասես չֆռաց, որովհետև կին վարորդների վարման կարգի ու տրամաբանության հետ կապված շատ հարցեր մեզ տղամարկանցս համար շատ դեպքերում անհասկանալի են։ Սառած էլի ամեն դեպքում
աղուավազ լցեին էլի, լցտեն։ Բայց փաստորեն Գեղարքունիքի մարզի Վարդենի գյուղում տեղի ունեցած ողբերգության պատճառը վարորդի մասնագիտական հմտությունները չէին։ Ստեղ են ասում, նույնիսկ կույրը կտեսնի, թե ինչ վիճակում են ճանապարհները։ Այո, կարող ենք հստակ ասել, որ կնոջ մահը ճանապարհները չմաքրելու պատճառով է եղել, այսինքն մերկասառույցի պատճառով 39-ամյա Արմինեն Նիսանով դուրս է եկել երթևեկելի գոտուց ու բախվել բնակչի երկաթե դարպասին ու քարե պատնեշին, ինչի հետևանքով նա տեղում մահացել է։ Հիմա ես չեմ դուք եք, ասենք, այս ճանապարհները մաքրողները կամ դրանց աշխատանքը վերահսկողները գիշերները ոնց են քնում, մաղթում եմ, որպեսի ամեն գիշեր ձեր երազին գա այս Նիսանը, մաղթում եմ, որպեսի ձեր մեջի բարին հաղթի չարին, մաղթում եմ, որպեսի հաջորդ անգամ տենդերներին մասնակցելիս ոտքները գցեք Յորղանա Ղադր, մաղթում եմ, որպեսի ձեր բարեկամներն ու հարազատները չմաքրված ճանապարհների պատճառով երբեք այսօրը չընկնեն։ Մնացած մաղթանքները թողնում եմ ձեր խեղճին ու երևակայությանը։ Եվ վերջում Երևան-Երասխ ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ինքնավթարի մասին։ Երևի հիշում եք, թե քանի անգամ են քնչեցրել մեզ թշնամին պետք չի, մեկը մենք մեր գլխին սարքում ենք, այ հենց նման դեպքերի համար էի ասում, բայց ամեն ինչի մասին հերթականությամբ։ Եվ ուրեմն գիշերը ժամը 1-ի սահմաններում տեղեկացա, որ BMW-ն դեպի Երասխ ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառերին, հողաթմբերին, մոտ 25 մետր մի քանի պտույտ շրջվելով հայտնվել բնակչի հողամասում։ Նման վիճակում մեքենա վաղուց չէի տեսել, ժողովուրդ ջան, չնայած ինչ մեքենա, մի քանի մասերի բաժանված ժեշտի կտորներ, լավա որ չտեսա, թե ինչ վիճակում էր վարորդի մարմինը, պատկերացնում եք, թե ինչ արագություն է ունեցել գլխակեր BMW-ն, այսինքն հերիք չի գիշերվա միլիոն մի հատ էլ տիեզերական արագություն, բայց սա էլ ամենը չէր, եկավ այն պահը, երբ պետք է ասեմ, թե ինչ նկատի ունեի, երբ ասում էի, որ մեզ թշնամի պետք չի։ Դժոխային օրագություն արա։ Բանն այն է, որ վարորդը ծառայելիս է եղել պաշտպանության նախարարության այն զորամասում, էդ եմ ասում էլի, մեզ թշնամի պետք չի, հենա ինքներս մեզ ոչնչացնում ենք, ասա այ երիտասարդ ջան, էս ինչ արեցիր, առավել ևս, որ ավտոմեքենա վարելու իրավունք էլ չես ունեցել, ինչ բերեցիր հարազատներիդ գլխին, դեռ քանի գարուն պիտի բացեիր, սարսափելի է ժողովուրդ ջան։ Սաղ 4 կողմ ավտոյի դետալները, պայստամասերը։ Գագիկ Շամշան, Սուրանկյուն։ Այսքանը, գնանք լույսի հետևից, դրանից պայծառը չկա։ Կհանդիպենք մարտի 15-ին, ժամը 22-ին։ Աստված պահապան, հայազգին։